Ողջույն, ձեզ հետ Մալեցի ոդկասթի այս սեզոնի վերջին էպիզոդն է։ Մեր ոդկասթը կոչվում է Արտաքինը ներսից, քանի որ կարևոր փոփոխությունները սկսվում են հենց ներսից։ Մեր հյուրն է ռազմավարական մարքեթինգի մասնագետ եւ Բալանս մարքեթինգային ընկերության հիմնադիր եւ տնօրեն Լուսինե Կանեցյանը։ Ողջույն Լուսինե։ Ողջույն Աննա։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, դու ինչպե՞ս ես։ Լավ, տրամադրված հետաքրքիր զրույցի, քանի որ մարքեթինգի ոլորտը, ինչպես էսթետիկ բժշկության ոլորտը, համարվում է համեմատաբար նոր, եւ որոշ չհասկացվածություններ կան այս ոլորտի հետ կապված, հույս ունեմ, այսպես ասած, լույս կսփռենք դրա վրա։ Առաջին հարցը մարքեթինգ բառը առհասարակ բացի դրականից, որը մենք գիտենք, այն մարդիկ, ովքեր որ աշխատում են մարքեթինգի հետ, այդ ոլորտի հետ առնչվում են եւ այլն, շատ դեպքերում կարամ ասեմ, որ գրեթե 50% դեպքերում բացասական է անցալվում առհասարակ ցանկացած ոլորտի մարքեթինգը, հա։ Մարքեթինգ շատերը հասկանում են բլեֆ, այսինքն ստից ռեկլամ ասած, որ ասում են դե էսի պոստը մարքեթինգ է, հա, այսինքն էսի իրականություն չի այդ նկատի ունեն, հա, սա մարքեթինգ է։ Արդյոք դա այդպես է, եւ եթե այդպես չի, ինչ է առհասարակ մարքեթինգը, ձևակերպում կտաս։ Իրականում մարքեթինգը ունի երևի 200-ից ավել ձևակերպումներ, ինչպես յուրաքանչյուր տերմին, այս տերմինն էլ, հա, ասենց ասեմ, ով չի ալերել, ինչ-որ ձևակերպում է տվել։ Հենց իմ պրակտիկայի մեջ ես առաջնորդվում եմ այն սահմանումով, որ մարքեթինգը բիզնեսի ու թիրախային դիզայնի միջև երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու մասին է, որովհետև վաճառքներ, հա, այնտեղ եկամուտի աճ, բիզնեսի մասշտաբավորում, հա, այս ամեն ինչին մենք հասնում ենք միայն ու միայն թիրախային դիզայնի հետ կապ ու վստահելի կապ ունենալով, հա։ Մարքեթինգը ունի այդ բացասական ընկալումը ու շատ հաճախ ես նաև լսում եմ, որ մարքեթինգը մանիպուլյացիաների մասին է, որ ասում են մարքեթինգը պիտի դե գովազդն է, չէ, դե գովազդել, դե մանիպուլյացիան է, ոնց որ ինչ-որ իբր թե տրամաբանական կապ են ստեղծում, բայց ես այդ մոտեցումը չեմ կիսում, որովհետև վատ մարքեթինգը, ստի վրա հիմնված մարքեթինգը, հա, այդ որ դե գովազդն է, դե կարևորը վաճառքաներն է, ինքը կարա մի անգամ աշխատի։ Եթե մենք ունենք թերի պրոդուկտ, եթե մենք ունենք պրոդուկտ, որը խնդիր չի լուծում, բայց իրան մանիպուլյացիաների միջոցով, հա, փորձում ենք, այսպես ասած, փաթաթել, հա, այդ ընտրությունը դիմացինի վրա, այդ կարող լինի մի անգամ, այդ չի կարող լինի կրկնվող։ Իսկ որպեսզի բիզնեսը աճի ու զարգանա, իրան պետք են կրկնվող վաճառքներ, իրան պետք են երկարաժամկետ արդյունքներ, ու հենց այստեղ գալիս է առաջ արդեն ռազմավարական մարքեթինգը, որտեղ որ ես այս վերջին մի քանի 5 տարին, կարելի ասել, մասնագիտանում եմ ու աշխատում եմ միայն ռազմավարական մարքեթինգի գծով։ Այսինքն ասեմ, որ ռազմավարական մարքեթինգն էլ մի քիչ իմ սպառողի տեսակետից բացեմ, հա, այսինքն որոշում է հստակ ճանապարհ, ուղի, ուր ենք մենք, որտեղ ենք գտնվում, չէ, ուր ենք ուզում հասնենք բիզնեսի տեսակետից կամ պրոդուկտի տեսակետից, անձի բրենդի տեսակետից եւ համապատասխան քայլեր արվում, որպեսզի այդ A կետից հասնենք B կետին։ Այսինքն մարքեթինգ կամ գովազդ չի նշանակում, օրինակ գովազդել, ասել, որ Coca-Cola-ն կբուժի ձեր շաքարային դիաբետը, լրիվ աբսուրդային գովազդ կլինի դա, բայց ասել, որ Coca-Cola-ն կարա օրինակ այս պահին շաքարի միջոցով կամ ինչ-ինչ բաների միջոցով, որը իր մեջ կա, տրամադրությունը բարձրացնի կամ գլյուկոզայով սպլես կառաջացնի ու էներգիա հաղորդի այդ վարքյանին, կա ուրախացնի, հա, կարելի է ասել, թե հիմա դա վնասակար թե օգտակար ձևով կարվի, բայց դա համապատասխանում է իր ֆունկցիաներին եւ դա նույնպես մարքեթինգ է կամ նույնպես մարքեթինգ է, որ օրինակ չէ, ասենք որ այսինչ գիրքը հետաքրքիր է կարդալու համար, չէ, որ դա խաբեություն չի, մեկի համար կարա հետաքրքիր լինի, մեկի համար հետաքրքիր կարա չլինի, ու շատ հետաքրքիր է հենց բժշկական մարքեթինգի ոլորտը, որովհետեւ բժշկությունը այդ այն հարցն է, որը շատ բոլոր ոլորտները ունեն իհարկե իրենց լրջությունը, բայց բժշկությունը դա այն, որ ասում է կյանքի ու մահվան հետ կապված կարա լինի եւ անդառնալի ինչ որ բաների հետ կարա կապված լինի եւ ավելի նուրբ հարց է եւ բժշկական մարքեթինգին կուզեի անդրադառնալ հատկապես այս հատվածում, հա, որ ասում են մարքեթինգ է էսթետիկ բժշկությունը լրիվ կամ ինչ որ պլաստիկ վիրահատությունը այդքան էլ լավ մասնագետ չի, բայց մարքեթինգը ամեն ինչը, հա, արդյոք դա համապատասխանում է իրականությանը կամ եթե հա ինչ տոկոսով։ Սկսենք երևի ռազմավարական մարքեթինգից,
կողմից առհասարակ ռազմավարությունը ինքը հենց ոնց նշեցիր, հա, նպատակին հասնելու մասին, այսինքն մենք ուղղակի չենք անում քաոտիկ քայլեր, մենք չենք անում չենք կիրառում այն գործիքները, որոնք որ հիմա ակտուալ են, տրենդային են, բոլորը դա անում են, նայենք մրցակիցը ինչ անում, մենք էլ դա անենք, հա։ Ռազմավարությունը օգնում է սահմանել նպատակ ու գնալ դեպի այդ նպատակը, հա, բոլոր այն գործիքներով, որոնք որ ժամանակակից մարքեթինգը ունի։ Ժամանակակից մարքեթինգը ունի գործիքներ եւ on-line տիրույթում, հա, բոլորիս հայտնի այդ սոցցանցերը, վեբկայքերի միջոցով, հա, բրենդի ու բիզնեսի առաջխաղացումը ունի գործիքներ off-line տիրույթում, հա, ու ռազմավարական մարքեթինգը ես սիրում եմ նրանով, որ թույլ է տալիս այդ երկու ոլորտները միավորել, մեկը մյուսը չի բացառում, մեկը մյուսը չի պարտադրում, հա, այսինքն մենք ընտրում ենք միշտ այն գործիքները, որոնք հենց տվյալ բիզնեսին են պետք, հենց այդ բիզնեսի համար սահմանված նպատակին հասնելը, հա, ու մարքեթինգի նպատակը միշտ չի վաճառքը։ Հենց թյուր կարծիք կա, որ դե դիմում ենք մարքետոլոգի, որ մենք տեսնում ենք, որ վաճառքները ընկելա, պետքա վաճառք բարձրացնենք, չէ՞, ժողովուրդ, որ վաճառքը ընկելա, պետքա վաճառքը ուժեղացնել, հա, այսինքն վաճառքի մասնագետներին է պետք ներգրավել կամ վաճառքի համակարգ է պետք ներդնել։ Մարքետոլոգին մենք ներգրավում ենք ու ոնց որ փորձում ենք, հա, մարքեթինգի միջոցով հասնել ինչ-որ բանի, որը կարա ունենա որպես հետևանք վաճառքը ու պիտի ունենա որպես հետևանք վաճառքը, հա, բայց այդ նպատակը համագործակցության պիտի լինի այդ թիրախային լսարանին հասնելը, հա, բիզնեսը ճիշտ թիրախավորելը, ճիշտ դիրքավորելը, որ ընկալվի պրոդուկտը ու պրոդուկտի լուծումը, որը որ այդ պրոդուկտը լուծում առաջարկում, որ այդ լուծումը հասկանալի լինի, մարքեթինգը այստեղ է կարևոր։ Ու հենց այստեղից կուզեմ անցնեմ բժշկական մարքեթինգին, որովհետև եթե այլ ոլորտներում ինչ որ ձև կարելի է ընդունել, հա, որ մարքեթինգը հիմնականում պետք է վաճառքների համար, բժշկությունը չես կարա վաճառես ուղղակի վաճառելու համար, հա, որտեղ բժշկությունը ինքը այն ոլորտն է, որ նախ կապ ունի մարդու կյանքի հետ, կամ էսթետիկ բժշկության, հա, բառագայում ինքը այդքան կյանքի ցուցումով չի, ինքը ավելի շատ էսթետիկ, հա, ինչ որ արտաքինի հետ կապված փոփոխությունների մղումներով ու ձգտումներով, այստեղ արտաքինը ինքնագնահատականի հետ կապ ունեցող ուղիղ միավոր է, հա, ու մենք գործ ունենք մի կողմից, հա, մարդու կյանքի հետ, մյուս կողմից մենք անմիջապես գործ ունենք մարդու ինքնագնահատականի հետ, որը որ էլի կարա կյանքի որակի վրա շատ մեծ ազդեցություն ունենա։ Ու այստեղ ուղղակի ծառայություն վաճառել մի քիչ այն չի։ Ու Հայաստանում ես նկատել եմ, որ բժիշկները չեն էլ սիրում, հա, իրանց աշխատանքը վաճառելու այդ ձևակերպումը, եւ որ ինչ որ խոսում ենք, հա, ինչ որ վաճառող ձևակերպումներ ունենալ մարքեթինգային կոմունիկացիաներում, որտեղ առանց դրա իմաստը մեկ կորում է, հա, մենակ կրթելով մենք շատ անելիք չունենք, մենք նաև վաճառքի ինչ որ միավորներ, հա, տարեր պետքա ներդնենք, բայց շատ անգամ ավելի adekvat հաճախականությամբ, բայց ամեն անգամ բժիշկների հետ աշխատելուց ես զգում եմ այդ շատ ուժեղ սոպրատիվլենիա է գալիս։ Նամանավանդ օրինակ այն տիպի արտահայտությունը, որ գրանցվեք, հա, գրանցվելու համար գրեք էջին էլեմենտար թվացող ոնց որ արտահայտությունն է, որը որ չի ստիպում ոչ մի բան, հա, ինքը չի պարտադրում, ինքը չի ոնց որ ակնկալում, որ հենց հիմա պետք է ինչ-որ ֆինանսական պատասխանատվություն ունենա այդ դիտողը, բայց նույնիսկ նման արտահայտությունները շատ դժվար են բժիշկներին տրվում, հա, դες մենք դեռ բժիշկները ունեն այդ ես բժիշկ եմ, ես պիտի օգուտ տամ, հա, իսկ եթե կա վաճառք բառը, բժիշկների կողմից շատ հաճախ զգում եմ, որ այդ ոնց որ այդքանը չի համընկնում, հա, իրանց այդ օգտակար լինելու ձգտման հետ։ Դրա համար ոնց որ բժշկական մարքեթինգում մենք առաջնահերթ կառուցում ենք վստահություն։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Քանի որ ես էլ բացի բժիշկ լինելուց հենց ու քո նշած որոշ թերությունները հես ոլորտի համար ունենալուց նաև աշխատում եմ թիմի հետ եւ բժիշկների եւ այլ անձնակազմի դա ադմինիստրատորներն են, վաճառքով զբաղվող մենեջերներն են, հա, ասեմ, որ այդ վաճառք բառի ընկալումը շատ բացասական է ընկալվում, օրինակ արդեն այլ երկրներում, հա, հաճախ մենք Ռուսաստանի շուկայից ենք նայում, հա, ԱՄՆ-ի շուկայից նայում ենք, հա, կուրսեր ենք անցնում հենց վաճառքների, ինչ
ինչի չէ, անկախ նրանց ինչ մասնագիտության դերենք, հա, այդ վաճառք բառի բացասական կողմը արդեն իջել է, որտեղ բոլորն էլ հասկանում են, որ ցանկացած բան մենք այսպես ասած վաճառում ենք, եթե մենք փոխարենը ինչ-որ բան ենք ստանում, հա, կարևոր չի դա գումարը, վերաբերմունքը, ինչա դա վաճառք է, այսինքն փոխանակում վաճառքը ի սկզբանե ինչ ա եղել, ոնց է ձևակերպվել, երբ որ, չգիտեմ, նախամարդը որոշել է, որ մեկին կտա գառան մորթի, տեղը կստանա, չգիտեմ, խոտ կամ ինչ-որ մի բան, հա, այդ եղել է միշտ, հա, ու անկախ նրանից եղել է ծառայություն, ես իմ բուժակության համար են ինչ-որ բաներ վերցրել եւ թե եղել է ինչ-որ հենց առարկաների փոխանակություն ու վաճառքի տակ միշտ հասկացում է խաբեություն։ Դրա համար էլ այն մանավանդ ծառայությունները, որոնք որ նույնիսկ ծառայություն բառը բժիշկներ դժվար են ընկալում, հա, որոնք որ մանավանդ կապ ունեն, ցենց ասած, բարյադычնես, հա, կարքին մարդ լինելու եւ արդարության հետ եւ թափանցիկության հետ, հա, եւ մարդկայնության էմպաթիայի հետ ավելի է վանում մարդկանց վաճառք անվանել է, բայց դա փաստացի վաճառք է, հիմա մի քիչ մեր թիմը համակերպվել է եւ բժիշկներն էլ հարգելին էս վաճառքը այդ վատ բան չի, ցանկացած իրան օգուտ տվող եւ պիտանի գնում կատարելիս, նույնիսկ եթե դա ծառայությունական բուժում է, մարդը էնդորֆինների վսպլեսկա ունենում եւ բավարարվածություն ասում։ Խոսքը պիտանի եւ իրոք օգտավետ գնման մասին է, այսինքն եթե դուք վաճառում եք ծառայություն կամ որևէ բան բուժում թեկուս եւ դա օգուտ է տալիս մարդուն, դուք իրան ուրախություն ու երջանկություն եք պարգևում, ոչ թե ծանրաբեռնում եք, ու ինձ թվում է ԽՍՀՄ այդ ՍՍՍՌ մտածելակերպից էլ եկել, քանի որ այն ժամանակ շատ ներարկվել է, որ կապիտալիզմը առհասարակ վաճառքների վրա հիմնված, հա, կոնկուրենցիայի վաճառքների վրա հիմնված հասարակարգը դա չարություն է, դա վատ չարիք է, որ մարդիկ տարբեր են այդտեղ կան տարբեր սոցիալական շերտեր եւ այլն, ինձ թվում է այդ մտածելակերպը նույնպես կապ ունի։ Շատ փող աշխատելը վատ է, չերմն ազնիվ մարդ չես, եթե դու շատ փող ես աշխատում։ Այդ եւ ինչ որ չափով նույնիսկ մեր սերունդ եւ գուցե շատ քիչ, բայց արդեն մեզնից հետո եկող սերնդի մեջ թափանցել է այդ ներկանյութը, ասենց ասած, ամոթի, որ ամոթա ապահովված լինելը, ամոթա ֆինանսներ դնելը, օրինակ ինչ-որ ոլորտներում, հա, ամոթա վաճառելը։ Ինձ թվում է այդ էլ կապ ունի ու առհասարակ բժշկական մարքեթինգը այս վերջերս երևի նույնիսկ այդ արդեն տրենդը անցավ, հա, բայց քննարկենք, ուներ միտում, մի պահ շատ TikTok-ի վրա հիմնված, ավելի հենց TikTok-ի հետ եկավ այդ պահը, հա, տրենդեր նկարել, հիմնականում հումորային տրենդեր, շատ հաճախ որոշ մասնագետներ սկսեցին անել այդ, հա, ու ավելի հումորային, ավելի սենց մեմերի ինչ որ ձևով ներկայացնել ծառայությունները, հա, ավելի հասանելի եւ արագ կարճ ինֆորմացիաների կոնտենտի միջոցով։ Արդյոք բժիշկը պիտի լինի միշտ լուրջ կամ չկա պիտի գաղափար էս մարքեթինգի մեջ։ Առհասարակ ես ապրում եմ այն կարգախոսի տակ, որ ոչ մեկին ոչ մի բան չպիտի, հա, այդ պիտի շատ պարտադրողական է հնչում, ու նամանավանդ եթե մենք դա վերագրում ենք մի ամբողջ մասնագիտությանը առանց նեղ մասնագիտացումներ հաշվի առնելու, մի քիչ թերի կարա պատկերը ստացվի, հա։ Օրինակ ես չեմ պատկերացնում նեյրովիրաբույժ, որը TikTok-ում ինչ որ տրենդային պար կպարի, որովհետև նեյրովիրաբույժի լսարանը TikTok-ում չի անցկացնում իր ժամանակը, հա։ TikTok-ը շատ ունի այդ ոնց ասեմ, համբավը, հա, որ ինքը լուրջ չի, որ այնտեղ լինելը ինչ որ էժանացնում է դիրքավորումը, հա, որ հնարավոր չի վճարունակ սեգմենտի հասնել, հնարավոր չի վաճառքներ ունենալ եւ այլն։ Շատ կասկածելի է իմ համար այս միանշանակ սապնդելը, չնայած որ ես եմ շատ դեպքերում հնչեցնում եմ այս գաղափարը, բայց կարևոր է հաշվի առնել, որ մարքետոլոգի ու մարքեթինգի դերը ոչ թե նրանում է, որ ուղակի անել այն ինչ որ տրենդային է, գտնել ու բերել ու սկսել կիրառել, հա, այլ նրանում է, որ գտնել թիրախային լսարանը, որտեղ է ժամանակ անցկացնում, հա։ Մենք փաստացի հիմա պայքարում ենք մեր բոլոր ոլորտներում, բոլոր բիզնեսները ու դաժե մենակ բիզնեսները չէ, հա, անհատներն էլ պայքարում են ուշադրության
կառավարության համար ու արևմուտքում գոյություն ունի 1 վայրկյանի մարքեթինգային ռազմավարություն, այսինքն ամբողջ թիմը նստում է, հավաքվում է ու գրում է ռազմավարություն 1 վայրկյանում ուշադրությունը գրավելու համար, հա։ Սա այդ արագության մասին է, ավելի շատ այդ կարճ ֆորմատի մասին է, հա, որ մենք մտնում ենք օրինակ TikTok-ում, չէ՞, կարճ վիդեոներ, այսինքն հեշտ է ինքը, հեշտ է անցալվում, հեշտ է հիշվում ու ուշադրությունը այդտեղ գրավելը հեշտ է։ Բնականաբար բժիշկը, եթե բժիշկի կերպարը առհասարակ ինքը լրջության հետ է ասոցացվում, ինքը ասոցացվում է կյանքի հետ, հա, ինքը ասոցացվում է առողջության հետ ու եւ որ մենք տեսնում ենք մեկին բժշկի, հա, կերպարով, որը որ TikTok-ում ապարում է, այդ sense կոգնիտիվ իսկաժենյաների դաշտից է, հա, որ ինքը sense հակասում է, ինքը կոգնիտիվ դիսոնանս է մեր մոտ առաջացնում, ոնց էս բժիշկը ապարում է, մտնում ես իսկ ես ինչ բժիշկային չէ ինքը անում, հա, то есть այս տեսանկյունից այս մեխանիկան ինքը աշխատում է, հա, բնականաբար ցանկացած ոլորտում ցանկացած դիսոնանս ուշադրություն գրավում է, բայց այդ բժշկի լսարանը արդյոք TikTok-ում է թե չէ, եթե հա, пожалуйста, ոնց որ գնացեք, գտեք ձեր լսարանը, իր հետ կոմունիկացվեք իր հետ իրան հարմար ու համապատասխան, հա, ֆորմատով, հասկանալի ֆորմատով, որովհետև իմանալ, որ քո լսարանը TikTok-ում է քիչ է, նաև պետք է իմանալ քո լսարանը ոնց է անցալում ինֆորմացիան, ինչ ինֆորմացիա է անցալում։ TikTok-ում օրինակ չես դնի, ինձ թվում է, ավելի ամեն դեպքում, ինչքան էլ մենք չառանձնացնենք, ավելի տարիքային շեմ կա, որ TikTok-ում ավելի հաճախ է լինում, հա։ Հիմա բարձրանում է այդ շեմը։ Մի ժամանակ պանդեմիայի շրջանում օրինակ շատ էին 18-ից 20 տարեկան, հա, այդ սեգմենտը, հիմա գնալով շատ 10 տարեկաններ առանց 20։ Դա իրանք շարունակում են օգտվել, ոնց որ սովորություն ձևավորվել է։ Դա էլ է պետք հաշվի առնել, то есть անընդհատ վարքագծային փոփոխությունը, նույնիսկ սպառողների, սոցցանցերի սպառողների ամեն տարի փոխվում է, հա, ու նույն TikTok-ն էլ ամեն տարի փոխվում է։ Պլյուս հաշվի առնենք սոցիալական, մշակութային ու տարածաշրջանային ֆակտորները, հա։ Օրինակ Հայաստանում ինքը ավելի ժամանցային, ավելի չէ, ինքը միայն ժամանցային հարթակ է։ Պատկերացնել TikTok-ում լուրջ կրթական կոնտենտ չեմ պատկերացնում, հա։ Տեխնիկապես օքեյ, նկարի Արաբական Էմիրություններում ինքը ավելի լուրջ հարթակ է իմ կարծիքով։ Կանադայում կան շատ լուրջ մասնագետներ, ովքեր որ նստում են ու զենց կրթող կոնտենտ են անում, հա։ Ես տեսնում եմ ամերիկյան creator-ների, ովքեր որ շատ իրոք մեծ ռեսուրս են ժամանակին դրել, հա, այդ TikTok-ի մեջ ու իրոք շատ մեծ աշխատանք է տարվել։ То есть հենց մենակ վերցնել առանձին սոցցանցը ու իրան թիրախավորել, իրան պիտակավորել նրանով որ լավ է կամ վատ, այդքան էլ չէ։ Ելնենք ամեն դեպքում մեր թիրախային լսարանից ու նպատակներից, հա։ Նեյրովիրաբույժների մասին խոսեցի, բայց օրինակ կա եւս մեկ ոլորտ, որը շատ մրցակցային է, այդ ստոմատոլոգիան է, հա, օրինակ ստոմատոլոգիայի ոլորտում մարքեթինգը շատ պահանջված է ու երևի հայաստանյան շուկան վերլուծելով ես չեմ ճանաչում մի ստոմատոլոգ, ով չի գիտակցում մարքեթինգի կարևորությունը, հա։ Կոսմետոլոգիայի ոլորտ, էսթետիկ բժշկություն, պլաստիկ վիրաբուժություն, հա, այսինքն կան ոլորտներ, որտեղ շատ մրցակցային ու կան ոլորտներ, որտեղ բացարձակ մրցակցային չի։ Իսկ այդ ոլորտներն են, որոնք որ ունեն մեծ կոմպոնենտ, որը ոլորտը ունի կոմպոնենտ, որ այդ ծառայության մի մասը, օրինակ ստոմատոլոգիայի մի մաս, օրինակ վինիրների տեղադրումը, հա, չգիտեմ, սպիտակացումները, կոսմետոլոգիայում ֆիլերների կիրառումը եւ այլն, չեն ծնվում կյանքի համար անհրաժեշտ կարիքներից, այսինքն կարիք ունի մարդը, բայց դա հոգեբանական կարիք է կամ ինչ որ կողմնակի կյանքի որակը բարելավելու, ոչ թե ընդհանրապես կյանք ապահովելու կարիք է, իսկ այն ոլորտները, չգիտեմ, այդ ոնց որ սուպերմարկետում լինի օրինակ հացը, ձեթը, կարագը ու լինի ինչ որ շատ համով հետաքրքիր պանիրը կամ կլասիկ լոռի պանիրը, հա, ասենց ասած, այդ անհրաժեշտության ոնց որ ճյուղերից է գալիս։ Այստեղ արդեն խոսում ենք պահանջարկի մասին, որոշ դեպքերում պահանջարկը արդեն ձևավորված է, որոշ դեպքերում պահանջարկը դեռ պիտի ձևավորվի։ Ու մարքեթինգը իր պատասխանատվության զոնայում ունի նաև այդ գործառույթը, որ ձևավորում է պահանջարկ։ Իրականում հենց սա էլ է հաճախ առաջացնում այդ ընդվզումը, հա, ու ասում են դե դուք մարդկանց խաբում եք, խաբեությամբ ստիպում եք մտածել, որ իրանց այս ինչ բանը պետք է։ Բայց իրականում պահանջարկի ձևավորումը որտեղից է գալիս։ Եթե կա խնդիր, որը դեռ չունի լուծում, որ գտնում ենք լուծում, որը որ այդ կոնկրետ արդեն գոյություն ունեցող խնդրի համար է այդ լուծումը, հա, Կարանք արդյոք հիշենք պատմության մեջ դեպքեր, որտեղ որ մանիպուլյացիաներ արվել են, կարանք հիշենք, հա, բայց արդյոք այդ որոշակի դեպքերը խոսում են մի ամբողջ ուղղության, մի ամբողջ մասնագիտության ու մի ամբողջ, գիտեմ, գործունեության մասին, իմ կարծիքով
չէ։ То есть այդ դեպքում արդեն ոնց որ ռոպագանդայի մասին ենք մենք խոսում, հա, то есть այդ մանիպուլյացիաները ավելի շատ ռոպագանդայի դաշտում են։ Օրինակ էսթետիկ բժշկության մասով ասեմ, որ շատերը ասում են առաջ ոնց էինք ապրում առանց բոտոքսի, առանց ֆիլլերի, առանց սրա նրա, ասեմ, որ միշտ նախամարտուց սկսած, այն քարանձավում ապրող մարդուց սկսած առողջ տեսքը, որը խոսում է նաև նրա մասին, որ դիմացինը ունի առողջ ռեպրոդուկտիվ ֆունկցիա, իսկ դա հորմոններից է գալիս, դրանով երբ որ հորմոնները նորմալ են, դա փայլուն մազերն է, խիտ մազածածկույթն է, գլխի մասին է խոսքը, տղամարդկանց համակցության մարմնի եւ փայլուն մաշկն է, հա, եւ այլ լիքը գործոններ կազմվածքի մեջ ինչ որ յուրահատկություններ, առողջությունը միշտ ձգել է դիմացինին, հա, դա լինի քո սերը, թե հակառակ սերը, որովհետև դա խոսում է ուժի մասին դիմացինի եւ ռեպրոդուկտիվ ֆունկցիայի նաեւ կայունության, հա, եւ դա բնազդ է եւ միշտ է մարդը ունեցել կարիք ունենա ավելի առողջ տեսք եւ լինել առողջ, հա, եւ էսթետիկ բժշկությունը օգնում է դա ընդգծել, ավելի երկարաձգել այդ առողջ տեսքը տարիների մեջ ու նախկինում էլ մարդիկ շատ մեթոդների են դիմել, նույնիսկ թունավոր ինչ որ նյութեր են իրանք քսել դեմքին, հա, ինչ որ տրավմատիկ բաներ են արել, որպեսզի կամ սպիտակ լինեն, կամ նայած թրենդը ոնց է եղել այդ ընթացքում, կամ չգիտեմ, խալեր են կպցրել, դրել են կեղծամներ եւ այլն, կամ կորսետներ են հագել ընդգծելու համար կանացիությունը եւ այլն, տղամարդիկ լայն բաճկոններ են հագել ավելի ուժեղ երևալու համար եւ դա բնազդ է եւ սենց ասած դա ոչ մեկ չի ներարկում, որ ձեզ դա պետքա, այդ պահանջարկը միշտ կա եւ բժշկական մարքեթինգը էսթետիկ բժշկության ոլորտում օգնում է, այո, գտնել լուծումներ, այ թե քո անձի մոտ հենց կա այդ պահանջարկը, թե չէ, արդեն դու ես որոշում, թե ինչքանով է ուժեղ ձևավորված քո անձը, քո մտածելակերպը այս ոլորտի շուրջ եւ ինչքանով դու ունես ինչ որ հստակ արժեքներ, որ ընդունելի է կամ ընդունելի չի քո համար, հա, նաև մեր աշխատանքներ, հիմա օրինակ եթե ես չունեմ պահանջարկ դաջված կանելու, օրինակ ինչքան էլ ես նայեմ վիդեոներ չեմ անի դաջված, քսենց ասած, իմ կարծիքով, հա, իսկ բժշկական մարքեթինգում այս արհեստական ինտելեկտի հետ միասին, Photoshop-ի գաղափարի հետ միասին, որը բավական վաղուց է մեր աշխարհում, սենց ասած, հա, մենք շատ տեսնում ենք Photoshop արած արդյունքներ, որոնք մոտ չեն նույնիսկ իրականությանը, հա, կոնսուլտացիաների ժամանակ եմ ես նկատում, որ պացիենտը շատ է տեսել Photoshop արած արդյունքներ, թե չէ։ Այ ինչ կասես սրա մասին, ինչքանով էս հանդիպում նման դեպքերի այդ before after-ների հատվածում եւ ինչի է բերում սա։ Ակամ սա բերում է մի երևույթի, որը եթե փորձեմ ամփոփել մի ձև արտահայտել, այդ կլինի բժշկական մարքեթինգի ինչ որ մութ կողմերը, հա, այդ թաքնված այդ մանիպուլյացիայի խաբեության դաշտն է, հա, որը որ ինչպես սովորական կյանքում է հանդիպում, ցենց էլ հանդիպում է բոլոր մասնագիտություններում մարքեթինգը բացառություն չի։ Իմ պրակտիկայում երևի մախնա բերել կամ երևի շատ բծախնդիր եմ, հա, գործընկերների ընտրության հարցում, որ չեմ առնչվել, հա, նենց բժիշկների կամ կլինիկաների հետ, ովքեր պարտադրում են Photoshop անել, բայց առնչվել պարտադրում են, հա, շատ պարտադրում են, որովհետև բոլորը չի որ կարողանում են, որ տիրապետում են այդ գործիքին, բայց հասկանում են, որ օրինակ այս քիթը պետք է մի քիչ ավելի փոքր երևա, հա, Post-ի մեջ, որովհետև փոքր քթերը տենդենս տրենդի մեջ են, հա, օրինակ այդ Google-ի նոսիկ այդ ասված արդյունքը ինքը շատ ուշադրություն գրավում է, հա, որովհետև մարդիկ տեսնում են, ուզում են, հա, եւ այլն ու հենց այդ փոքր Google-ի նոսիկները պլաստիկ վիրաբուժության դաշտ գնացի, բայց այնտեղ է շատ հանդիպում, հա, այդ երևույթը Photoshop-ի եւ այլն շատ ակտուալ է լինում, որովհետև մարդիկ ոնց որ ուղղակի ուզում են տեսնեն ինչ որ մի երևույթ, որ այդ Google-ի նոսիկն է, հա, այս մի կողմն էլ, որ իրականացնում է վիրահատությունները, տալիս է այդ փոքր Google-ի նոսիկները։ Բնականաբար համատարած չի այս երևույթը ու կան Հայաստանում ունենք շատ adekvat պլաստիկ վիրաբույժներ, որոնք ոչ թե չեն Photoshop-ում իրանց արդյունքները, իրանք նույնիսկ չեն
իրականացնում պացիենտների այդ զապրոսները, հա, որովհետև յուրաքանչյուր տես փոքր քիթ, օրինակ, հա, եթե շարունակեմ դրա մասին խոսքը, հա, շնչառության մեծ խնդիրների կարաբերի, արդեն ծեր մարդը գալիս է գեղեցկության զապրոսով, հա, ցուցումով ու գնում է կյանքի ինչ որ կյանքի որակի իջեցումով, ինչ որ առողջության վնաս ստացած։ Դրա համար ոնց որ այդ բաները, ոնց ասեմ, ֆոտոշոպած արդյունքները, իրանք ունեն, որ սկզբում նշեցի, հա, կարելի է լավ մարքեթինգ անելով, ագրեսիվ մարքեթինգ անելով մի անգամ վաճառք անել։ Այսինքն պատկերացնենք մասնագետ, ով ցույց է տալիս իր էջում, հա, փոքր քիթիկներ ու չի կարող այդ փոքր քիթիկները ստանալ, հա, ու փաստացի գալիս են իր մոտ, տեսնելով դա, քանի հոգի կգա։ Մեր շուկան շատ փոքր է իրականում, հա, ու մեր ազգային մտածելակերպին շատ բնորոշ է իրար վստահելը ու իրար մեջ ինֆորմացիան շատ արագ տարածելը։ Սա ոնց որ անծայրածիր երկիր չի, հա, որ միտեղ մի հատ ֆեյլ անես, չիմանան դրա մասին, չէ, միանգամից բոլորը իմանում են։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում և Apple Podcast-ում։ Էդ էլ կա, բայց մի հատ մաս էլ կա, որ էսթետիկ միջամտությունների մասում խոսքը հենց վիրահատությունների մասին չի, որովհետև դրանց արդյունքները ավելի ակնհայտ են, շատերը թաքցնում են, որ անում են ինչ-որ բաներ, հա, էլ չասեմ անհաջող դեպքերի մասին, հա, օրինակ բոտոքս արել ինչ-որ մեկի մոտ, կոպը կախվել է կամ շուրթերի ֆիլեր արել, որը միգրացվել է, ինքը աշխատում է, չխոսի դրա մասին, ընդհանրապես որ արել է, հա, այդ ինչ մտերիմ մարդ պետք է լինի, որ օրինակ ասի մի հատ էլ կիսվի, որ չգնաս կամ գնա, այդ պահը մի քիչ պահում է հետ ու Photoshop-ի մասով մեկ էլ հիշում եմ, որ մեկ ինչ որ բաներ է լինում, որ ասենք թե խալը կամ ինչ որ չգիտեմ գոյացությունը այդ հատվածը, որ էսթետիկ չի զգուտ ու չենք Photoshop-ում դա նույնիսկ չենք անում, այն միտումով, որ մարդիկ չմտածեն, որ արդյունքն էլ է Photoshop արած ու համաձայն եմ կոնսուլտացիայի ժամանակ էլ պարզ է լինում, որ դու չես կարող ուղղակի անես այն ինչ որ ներկայացրել ես Photoshop-ով ու այդ դեպքում կարճաժամկետ է լինում հարաբերությունները։ Դա եւս մեկ արտահայտում ունի, որ ոչ թե Photoshop-ում են իրենց արդյունքը ավելի լավն են դարձնում, այլ ուրիշի աշխատանքն են վերցնում ու ներկայացնում իրենց էջում, որպես իրենց արած աշխատանք։ Ու այ դա անհասկանալի է, հա, այսինքն ստացվում է, որ այդ աշխատանքը կարա չլինի Photoshop-ատ, կարա լինի շատ լավ adekvat աշխատանք, հա, ու եւ որ դրանով գալիս է կոմոդ այցելուն ու փաստացի ինքը պիտի դա ստանա, չէ, ինքը ինչ որ ակնկալիքով է գալիս, բայց այդ դեպոսները, եթե նույնիսկ մի կողմ դնենք, որտեղ իրանք ճանաչելի չեն շատ հաճախ, հա, շատ հաճախ, եթե էսթետիկ օրինակ բժշկության ոլորտում ինչ որ կոնկրետ հատվածներն ենք ցույց տալիս, հա, այսինքն ամբողջ դեմքը չի երևում, այսինքն մարդը միշտ չի ճանաչելի լինում, լինում են դեպքեր, որտեղ վերցնում են ու օգտագործում են նկարած կոնտենտը, որտեղ ֆակտ երևում է, որ մարդ կա ու այդ մարդը իրանք չեն, հա, այդպես պրակտիկա եմ հանդիպել Հայաստանում, որ ասում են ոնց չէր կարելի ձեր նկարը օգտագործել, նո չէր կարելի մեր նկարը օգտագործել, հա, ինչ շատ մենք ծախսում ենք ռեսուրս, հա, ժամանակ, էներգիա, ֆինանս, հա, այն դեպքում բիզնեսը ներդրում անում, որ որակյալ վիզուալ ստանա ու փաստացի այդ վիզուալը դառնում է մի քանի հոգու դաստայանին։ Հետաքրքիր է, որ ասենք գալիս է ու շատ միամիտ բան, վայ, դե լավ, եթե չի կարելի, հեսա հանեմ մեջից, որ օքեյ, հանի։ Եղավ, էլի փորձում են։ Այդ պահին հետաքրքիր է, որ գալիս է պացիենտը, ասենք թե ասում է, ես ուզում եմ այս էֆեկտը, այսինչ պրոցեդուրայից, որը Photoshop-ով ցել է մասնագետը, իր տեղադրել է իր Instagram-ում կամ այլ սոցհարթակում ու որ չես կարողանում ստանալ, ինչ են պատասխանում այդ պացիենտին նմանը գոնե։ Չեն մերժում իրականում, ես չեմ հավատում, որ կմերժեն ու ինչքան որ առնչվել եմ, լսել եմ, հա, նման իրավիճակների մասին, որտեղ դե բժշկական ոլորտում արդեն 5 տարուց ավել աշխատում եմ ու գրեթե բոլոր աչքի ընկնող մասնագետների հետ կամ աշխատել եմ կամ լսել եմ իրենց աշխատանքի, հա, ինչ որ միտումներ ու հասկանում եմ, որ երբեք պացիենտին չեն մերժում նման տակտիկա ունեցող մասնագետները։ Պացիենտներին մերժում են այն մասնագետները, ովքեր որ աշխատում են իրենց մասնագիտական էթիկան հաշվի առնելով, հա, օրինակ գալիս է ինչ-որ շատ անհամապատասխան, հա, իր ֆիզիոլոգիային ինչ-որ պրոցեդուրայի հարցումով, ասում են, չէ, ոնց որ սա քեզ չի համապատասխանում, ցուցված չի, չեն անում այս պրոցեդուրան, բայց սովորաբար այս էթիկայի կանոնները, հա, ու այս էթիկան բնորոշ է միայն պրոֆեսիոնալ մասնագետներին, ցավոք բոլորը չի, որ էթիկայի մասին հիշում են։
Իսկ հետո ինչ են ասում, այսինքն արեցինք պրոցեդուրան, չեղավ Google-ի նոսիկը ասած ասած։ Բժշկությունը իրականում այն ոլորտն է, որտեղ նույն մասնագետը, նույն պրոցեդուրան քանի անգամ անի կարող տարբեր արդյունք տանա, հա, не мне тебе говорить об этом, բայց ոնց որ ամեն մարդ առանձնահատուկ իր ֆիզիոլոգիչеские բաներ ունի, չէ։ Քո դեպքում sense, հա։ Ես գիտեմ, օրինակ էլի գնամ պլաստիկ վիրաբուժության դաշտ, որտեղ շատ ակնհայտ է այնտեղ այդ տենդենսները, հա։ Օրինակ գիտեմ վիրաբույժներ, ովքեր ընտրում են միայն բարակ մաշկով պացիենտների, եթե գալիս է պացիենտ ու մաշկը հաստ է, իրան ուղղակի չեն ընդունում, որովհետև հաստ մաշկով պացիենտին լավ արդյունք ցույց տալը բարդ է, հա, то есть էս էլի գոնե ինչ որ էթիկային մոտիկ քայլ է, որովհետև գիտեն, հա, որ արդյունքը ի սկզբանե չի լինի, հա, գոնե ընտրում են։ Իսկ բժշկական մարքեթինգի մասով, այ որ լրջությունից խոսացինք, TikTok-ից, բարերից եւ տարբեր տիպի կոնտենտից, հա, որը նույնպես ընդունելի է, ինչի՞ չէ, կախված քո թարգեթից, կախված ոլորտից, հա։ Այ բժիշկների մեջ միած sense կարծիք կա, եթե դու լուրջ մասնագետ ես, զբաղված մասնագետ ես, դու ժամանակ չունես, իրոք ժամանակ չունես այդ մյուս կողմն է, բայց դու օրենքով պետքա ժամանակ չունենաս ոչ Instagram-ի, ոչ այլ ինչ որ social media-ում երևալու, ոչ նկարվելու, ոչ եւ այլն։ Եթե դու այդ սաղ անում ես, դու անլուրջ ես։ Նույնիսկ եթե ֆորմատդ հենց էքսպերտային է։ Ինչ կասես սրա վերաբերյալ, ինչքանով է դա համապատասխանում ճշմարտությանը եւ ինչքանով է այդ կարծիքը տարածված բժիշկների մեջ։ Մաքսիմալ տարածված է, ասենց ասեմ, ես երևի չեմ հանդիպել բժիշկ, ով առնվազն մի անգամ չի փորձել այս դիրքորոշումը ինձ ասել։ Բոլորը ի սկզբանե ասում են, բա որ հիմա այսքանը անենք, բա ինչ կմտածեն իմ մասին, հա։ Ոնց եմ ես դա նայում, դրան նայում, ոնց եմ ես դա անցալում, հա, առհասարակ ցանկացած մասնագիտության մեջ բժիշկները բացառություն չեն այստեղ, հա։ Միայն այդ ոլորտում լինել մասնագետ արդեն բավարար չի։ Յուրաքանչյուր մասնագիտության մեջ մարքեթինգը ոչ թե լրացուցիչ ինչ-որ գործողություն է, որը օգնում է առաջ տանել ինչ-որ թերի պրոդուկտը, հա, դրա մասին խոսեցինք, որ եթե գովազդ են անում, ուրեմն վատն է։ Եթե լավ պրոդուկտ լինի, լավ մասնագետ լինի, հա, իրան պետք չի գովազդ։ Այդ ընդհանրապես համաձայն չեմ դրա հետ, որովհետև գովազդը արդեն նշեցի միշտ չի հենց մենակ վաճառքների մասին, նաև մենք ունենք խնդրի լուծումը ցույց տալու, կրթելու, հա, ինչ որ ինֆորմացիա փոխանցելու ֆունկցիաներ ու այս մեր ժամանակաշրջանում ունենք շատ գործիքներ, որ թույլ են տալիս, որ բժիշկը աշխատի ու իր վստահությունը իր լսարանի հետ կառուցի նույնիսկ այն ժամանակ, եւ որ ինքը պրոցեդուրայի անում ուրիշ պացիենտի, հա, այսինքն 24/7 ոչ մի բժիշկ չի կարող լինի իր պացիենտների մեջ պացիենտների հետ կապի մեջ, հա, ոչ մեկ չի կարող անընդհատ ցանկացած զանգի պատասխանի ու բոլոր հարցերին ասենց մանրամասն ինչ որ պատասխան տա, չէ, բայց եթե այդ հաճախ կրկնվող հարցեր բոլոր մասնագետները բժշկության մեջ ունենում են, հա, առնվազն մի անգամ ժամանակ հատկացրու, նստի այդ հարցի պատասխանը ձայնագրի, որ այդ մարդը մտնի քո էջ, հա, հիմնականում սոցցանցերի միջոցով առաջին ծանոթությունը բժշկի հետ տեղի ունենում, մտնի այդ էջ, կապ չունի, գիշերվա 5-ին կհիշի, որ իրան կոսմետոլոգ է պետք, որ ինքը չի ընկերների հետ նստած է, այդ պահին ինչ որ խոսակցության մեջ ներգրաված չի, հիշում է, վայ, բայց կուզեի վինիր ունենայի կամ չգիտեմ, բա ինձ էս ինչ կամ խոսակցություն ինչ որ գության մասին է, ինքը մտնում է սկսում է Instagram զուգահեռ նայել, ուսումնասիրել, հասանելի դարձնելու մասին է, հա, ու ցանկացած բժիշկ կարա զարգանա որպես հենց մասնագետ իր պացիենտների շնորհիվ, այսինքն բժշկի պրակտիկան ինքը պացիենտների միջոցով է, հա, ձեռք բերվում 10 տարի սովորելը շատ մեծ ներդրում է էներգիայի ու ժամանակի, բայց միայն դրանով բժիշկ չեն դառնում, հա, այսինքն մարքեթինգը փաստացի դառնում է բժշկի աշխատանքային օրվա մի մասը, ինքը բժիշկ չի դադարում լինել, եթե զբաղվում է իր էջի առաջ խաղացմամբ, չի դադարում բժիշկ լինել նույնիսկ այն դեպքում, եւ որ ինքը ինքնուրույն է դա որոշում անել, հա, կան ես ճանաչում եմ շատ մասնագետներ, ովքեր որոշում են, որ իրանք չեն կարող, պատրաստ չեն, հա, այս փուլում ինչ որ մարքետոլոգների կամ թիմերի հետ համագործակցել, ինչ որ քայլեր են անում, որ ինքնուրույն իրենց առաջ խաղացմամբ զբաղվեն։ Ուղղակի օրվա մեջ հատկացրեք կես ժամ մի ժամ, բայց ամեն օր ժամը հատկացրեք, որ ինչ որ գործողություն նաև այդ ուղղությամբ արվի։ Ինչն է հետաքրքիր, որ այս տեսակետը, որ ինչի համար դա ցուցադրել, շատ ոլորտների է հենց լուրջ էմպաթիայի հետ առնչվող
կպնում, հա, օրինակ նույնիսկ բարեգործության վերաբերյալ լսել եմ, որ բարեգործություն եմ անում, բայց գախնի, որովհետև դա պետք չի ցուցադրել, դա ես չեմ անում, որ ուրիշների ինչ որ մի բանին արժանանամ, բայց հետո հակառակ կարծիք էլ լսեցի, որ դա շատ ճիշտ էր իմ կարծիքով, նույնը էս ոլորտին է, հեսա կասեմ ոնց եմ կապում այս ամեն իրար, որ երբ որ դու անում ես ինչ որ բարեգործություն, հա, ինչ որ մի բան եւ դրա մասին իմանում են կողքից, հակառակը դա կարա մոտիվացնի այլ անձանց այդ նույն բարեգործությունը անել, կրկնել ու իմանալ դրա մասին, որ դա գոյություն ունի։ Հիմա բժշկական ոլորտում դա, եթե դու էքսպերտ ես քո ոլորտում, հա, ներկայացնել, թե դու ինչի մասին ես, կլինիկան ինչի մասին է, հա, ինչա որակյալ ծառայությունը, սխալ այդ կլիշեները բացել, հա, հասարակության մեջ քո ծառայությունների կամ քո ոլորտի ճյուղի վերաբերյալ, դա կլինի մաշկաբանություն, գինեկոլոգիա կապ չունի, հա, կրթում է հասարակությանը, կրթում է եւ պաշտպանում է իրանց ոչ էքսպերտային բժիշկների մոտ գնալուց, պաշտպանում է իրանց սխալ ինքնաբուժումներից, այսինքն դրան մենք կրթական որպես կոնտենտ էլ կարող ենք նայել եւ հասկանալ, որ եթե մենք չներկայացնենք լավը, վատը կհաղթի, որովհետև տենդենց ունի այդ անորակ ինֆոն ավելի շատ մեծ քանակով, որտեղ իրան հեշտ է ստեղծելը, ավելի շատ sense խփել, հա, մարդկանց ուղեղներին ու դրա համար, եթե մենք ուզում ենք իրոք ինչ որ լավ գործարած լինենք ցանկացած ոլորտում, մենք պետք է ներկայացնենք մարդկանց որակյալը, որովհետև մարդիկ չեն կարելի լինեն ամեն ինչի մասնակից, կապ չունի, որ կա ChatGPT ու Google, հա։ Իհարկե։ Այստեղ մի հատ էլ շատ կարևոր բան կա, կրթական կտորը իրականում բժշկական մարքեթինգում ես ինքս շատ կարևորում եմ, կան ոլորտներ բժշկության մեջ, որտեղ հենց ագրեսիվ վաճառքներ են պետք, օրինակ լազերային մազահեռացումը անընդհատ կրկնվող պրոցեդուրա է, դու այնտեղ չես կարող անverջ կրթես, այնտեղ կա ինչ-որ որոշակի ինֆորմացիա, որին հայկական շուկայում առնվազն բոլորը գրեթե տիրապետում են արդեն, հա, կան ոլորտներ, որտեղ այդ կրթող կոնտենտը կարա անverջ լինի, հա, ընդհանուր ինչ-որ նոր բաներ են գալիս, օրինակ էսթետիկ բժշկությունը, հա, գրեթե ամեն տարի ինչ-որ նոր սարքավորում է դուրս գալիս, հա, ինչ-որ նոր մոտեցումներ, պրոտոկոլներն են թարմանում եւ так դալի, այսինքն անընդհատ ասելիք հաստատ կա, ու նաեւ մի բան բժշկական մարքեթինգի հետ կապված, որը որ շատ անտեսվում է ու ես փորձում եմ իմ պրակտիկայով դա ըստ հնարավորության, հա, ավելի շատ բժիշկների հասցնել, որ նախ միայն լավ բժիշկ լինելը բավական չի, միայն լավ բժիշկ լինել ու անել մարքեթինգ բավական չի, այսինքն անհրաժեշտ է նաև որպես անհատ, որպես անձ այդ սեփական, հա, այդ ինչ որ փակագծեր բացել, որովհետև մարդիկ ընտրում են մարդկանց, հա, ու եթե ես մտնում եմ ինչ-որ բժշկի էջ, օրինակ, հա, ու տեսնում եմ 4 էքսպերտային կոնտենտ, ինչով է այդ կոնտենտը տարբերվում Վիկիպեդիայից, օրինակ, հա, շատ քիչ բանով։ Որոշ դեպքերում կա այդ բժշկի ոնց որ ավտորսկի ծրագրեր, որ ինքն է իր մոտեցումները, հա, չնայած որ շատ եմ լսում, որ դա մի քիչ հարցականի տակ է, արդյոք կան ավտորսկի ծրագրեր, թե ուղղակի տենց են անունը դնում, բայց ամեն դեպքում մաքսիմում, որ կարա տարբերուի այդ ինֆորմատիվ կոնտենտը, այդ ինչ որ սեփական ինտերպրետացիան է, հա, որը բժշկության մեջ էլի շատ տարածություն դրա համար չունենք, որպեսզի բժիշկը գտնի այն լսարանին, որի հետ իրան է հաճելի աշխատել, որովհետև կա չէ այդպիսի բան, որ անխտիր բոլորի հետ հնարավոր չի աշխատել։ Գոյություն ունի անխտիր բոլորը քեզ չեն էլ հավանում որպես բժիշկ։ Հա, ու բացի դա պետք է ինչ-որ նույն զարգացվածության, ինչ-որ գիտակցվածության նույն մակարդակում գտնվել թիրախային լսարանի հետ, հա։ Սա շատ ակտուալ է էսթետիկ բժշկության իրականում ոլորտում, եւ որ կա կյանքի ցուցում մի քիչ վերապահումով է այս աշխատում, բայց ամեն դեպքում ցույց տալ սեփական ոնց որ ոնց ասեմ, կարծիքը որոշ իրավիճակներին, ապրելակերպից ինչ որ բաներ բացել, հա, որպեսզի այդ մարդը գալով բժշկի մոտ, տեսնի, որ ինքը մարդու մոտ է գալիս, հա, ինքը չի գնում միտեղ, որտեղ իրան ուղղակի տերմինոլոգիայով լի ինչ որ սենց տեքստեր կասեն, վերջում կասեն, չգիտեմ 50,000 կասեմ գնա վճարի, հա, որպեսզի ինքը նաև այդ մարդկային մասը չկորի մարդ մասնագիտությունների մեջ, դա շատ կարևոր է։ Ու երկրորդ բանը, որին կուզեմ անդրադառնամ, որը որ մեկ մոռացվում է ու իրականում այդ
շուկայում բժշկական մարքեթինգում կա ասենց ստեղծված պահանջարկ, որ բժշկական մարքեթինգը կամ բժշկի էջի մասին է, կամ կլինիկայի էջի մասին է, ու հիմնականում Instagram-յան, Facebook-յան էջերի մասին է, հա, խոսքը, բայց բժշկական մարքեթինգը շատ անգամ ավելի լայն է ու շատ անգամ ավելի խորն է։ Մենք այստեղ չենք աշխատում ուղղակի ֆոտոսեսիաներ անելով, ուղղակի անընդհատ պրոդուկտի մասին խոսալով։ Մենք այստեղ բացահայտում ենք, ոնց արդեն նշեցի, թե անձանց հետ ենք աշխատում, իրենց անձնական ինչ-որ դիրքորոշումները, կարծիքները, հա, տեսանկյունները։ Եթե մենք խոսում ենք կլինիկայի մասին, մենք փորձում ենք այդ վստահությունը կլինիկայի հանդեպ, հա, առաջացնել, ու միայն Instagram, Facebook, սոցցանցեր, հա, ասենց առանձնացնեմ, բավական չի։ Ինքը մի օր իրան սպառելու է։ Ես գիտեմ շատ կլինիկաներ, ովքեր շատ մեծ ռեսուրս ներդնում են հենց սոցցանցերի մեջ, ու դրանով սահմանափակվում են, ընդ որում սոցցանցերն էլ Հայաստանում շատ քիչ են, այսինքն որոշ 2-3 սոցցանց կա, որը որ ակտուալ է Հայաստանում, հա։ Երբեմն մոռանում են վեբկայքերի մասին, երբեմն մոռանում են ԶԼՄ-ների հետ աշխատանքի մասին, հա, TV-ն է շատ թերագնահատված, ռադիոյի մասին ռադիոն չեն դիտարկում, արտաքին գովազդը, հա, գալիս է ինչ-որ sense բում արշավների հետ միասին կամ չի գալիս ընդհանրապես, то есть եթե կլինիկան չի կարողանում կամ բժիշկը, հա, չի կարող իրան թույլ տա 10-15 միլիոն ներդնի արտաքին գովազդի հետ կապ ունեցող ինչ-որ բում արշավանի, այդ արդյոք նշանակում է, որ ինքը արտաքին գովազդում տեղ չունի։ Այսինքն բժշկական մարքեթինգը ինքը համակարգի մասին է, ոնց է բժշկությունը առհասարակ համակարգի մասին։ Հնարավոր չէ, ոնց որ վերցնել, օրինակ ակնեով մարդ է գալիս մաշկաբանի մոտ, մենակ ակնեն բուժելով չի, չէ, որովհետև եթե կա այլ ինչ-որ խախտումներ օրգանիզմում, անընդհատ կրկնվելու է։ Այն նույնը բժշկական մարքեթինգի մասն է, այտենց մի քիչ կապը կարող է այդքան հասկանալի կամ ընդունելի չլինի, բայց եթե ոնց որ բժշկությունն է աշխատում ու արդյունք տալիս համակարգում, հա, այդպես էլ բժշկական մարքեթինգը կարա երկարաժամկետ արդյունք տա մենակ համակարգային մոտեցման պարագայում։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում և Apple Podcast-ում։ Իհարկե, պետք է ամեն ինչը իրար համապատասխանի եւ երբեմն օրինակ կլինիկաների մակարդակով ասեմ, հա, լինում է, որ վաճառքի հատվածը, վաճառողները, այսպես ասած բժշկության մեջ ասեմ, որ դա բժիշկներն են, ադմինիստրատորներն են, վաճառքի մենեջերներն են եւ մարքեթինգը, այսինքն այն ճանապարհը, որը բերել է պացիենտին մինչեւ կլինիկայի դուռը, ասենց ասած, հա, սկսում են իրար հետ անհամաձայնության մեջ գալ, այդ մշտական կռիվն է, ասենց ասած, թե որ մասից թերացանք, այո, երկու մասն էլ կարևոր է, այսինքն կարա մարքեթինգը թերանա այն մասով, որ բերել է անհամապատասխան լիդ, անհամապատասխան հետաքրքրվող մարդ, հա, որը որ արդեն իսկ եկել է, բայց չի ուզելու է այդ ամեն ինչը, որտեվ իրանք չեն համընկնում, կամ կարա հակառակը լինի, հա, այսինքն բերած է համապատասխան լիդը, բայց վաճառող հատվածը ճիշտ ձևով չի ներկայացնում եւ ճիշտ ձևով գործարքը չի փակում, հա, այս մշտական ինձ թվում է վեճ է բոլոր ոլորտներում, որն է մեղավոր, ինչն է մեղավոր, հա, բայց եթե այդ ամեն ինչը իրար հետ համապատասխանում է, այսինքն քո ներկայացրածը իրոք ճշմարտության հետ կապ ունի եւ պացիենտը գալով իրոք ստանում է այն ինչը որ ներկայացվել է, այստեղ չի լինում ինչ որ թեմա, որ չեղավ, չզարգացավ, այսքան ներդնում ենք մարքեթինգի մեջ չաշխատեց, ուղղակի պետք է համբերություն, ներդրումներ եւ համապատասխան հետեւողականություն այս ամեն ինչը կարգի բերելու համար, հա։ Համբերության պահը իրականում շատ դուրս եկա, որովհետեւ մարքեթինգի մեջ հաճախ այդ համբերությունը skip են անում, հա, գործատուներն ու պատվիրատուները ասում են, հա, մենք պատրաստ ենք, ոնց սկսում ես աշխատել, ասում են, բա ուրա։ Ոնց որ մի վարքան, ոնց որ մարքեթինգը կույր արագության մեջ չի աշխատում։ Կույր արագության մեջ կարան աշխատեն ինչ որ մեկ անգամյա արշավներ, մեկ անգամյա կարճաժամկետ նպատակ ունեցող գովազդներ, բայց եթե մենք ուզում ենք համակարգային փոփոխության գանք, հա, մենք ոչ թե ուզում ենք պրոստը տեսնենք վաճառքի թվի աճ, այլ մենք ուզում ենք, որ այդ վաճառքի աճը լինի էֆեկտիվ։ Ինչի մասին ասա, որ օրինակ մեկ պացիենտը կլինիկայի վրա ինչքան գումար է նստում, եթե հիմա ինքը ծախսում է օրինակ $10, որպեսզի մի պացիենտին ներգրավի, այդ կլինիկայի համար օքեյ է, թե օքեյ չի։ Գուցե ստացվում է, որ այդ մի պացիենտի վրա որ ծախսում ենք այդ $10, մեր մարժան ավելի քիչ է։ Ու ստացվում է, որ մենք ոնց որ ընդհանրապես իմաստ չունի, հա, կամ օրինակ պետք է երկրորդային վաճառքները ուժեղացնել եւ թեկուզ եթե դա
ան նիպադիոմնի, հա, չենք կարողանում այդ պահը ապահովել, հա, առաջնային պրոցեդուրաներով, օրինակ կապ ստեղծենք երկարատև պացիենտի հետ, ասեմ, որ դա օգնում է որակյալ ծառայություն մատուցել, որովհետև դու ցանկանում ես, որպեսզի պացիենտը էլի գա քո մոտ, իսկ դրա համար ինքը պետք է արդյունք տեսնի։ Ու երկրորդ կրկնվող վաճառքները երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ նույն պացիենտին ներգրավել, ավելի էժան է, հա, ռեսուրսի ներդրման տեսանկյունից, քան անընդհատ նոր պացիենտներ ներգրավել։ Օրինակ, եւ որ իմ առաջ կլինիկաների հետ համագործակցության մեջ այդ որ իմ առաջ դրվում է, մենք ուղղակի ուզում ենք շատ պացիենտներ, իմ համար սա անհասկանալի է, շատ պացիենտներ համեմատած ինչի հետ, հա, դες հիմա որն է այդ թիվը, որն է այդ թիվը, որին ուզում եք հասնեք, ու որն է այն թիվը, որը կարաք ձեզ թույլ տաք, որովհետև կան կլինիկաներ, ովքեր ունեն մասնաճյուղային ցանց, կան կլինիկաներ, ովքեր չունեն մասնաճյուղային ցանց, ու բարձր որ իրանց տարողությունը, հա, то есть միաժամանակ քանի պացիենտ կարան սպասարկեն տարբերվում է, ու պետք է հասկանալ ըստ այդ ռեսուրսների, այսինքն նպատակները adekvat դնելու հմտությունը այն հաջողության հիմքում է, հա, մարքեթինգը չի կարա տա արդյունք, եթե նպատակը adekvat չի։ Շատ հաճախ ես խոսում եմ օրինակ պացիենտի գնի մասին, ասում եմ օրինակ տեսեք, մենք սկսել ենք համագործակցել ձեր պացիենտի գինը եղել է այսքան, մի տարի աշխատեցինք, հա, $10 օրինակ եթե շարունակեմ $10-ից իջել է $8 կամ $7, հա։ Արդյոք պացիենտի գինը կնայես լույս մի քիչ բացեմ փակակցեր, այդ ոչ թե որ պացիենտը այդքան արժի, այլ որ ինչքան գումար է ծախսվել, որպեսզի այդ պացիենտը գա ձեզ մոտ։ Հա, ու շատ հաճախ այս թվերը во-первых չեն հաշվում, во-вторых հաշվի չեն առնում, հա, բայց չէ՞ որ սա ուղիղ ազդեցություն ունի մաքուր եկամուտի վրա կլինիկայի, ու շատ հաճախ այդ մաքուր եկամուտի աճն են կապում մարքեթինգի հետ։ Այսինքն եթե մարքեթինգ չկար, աշխատում էին X ձև, ունենում էին X եկամուտ, հա, եթե սկսում են մարքետոլոգի հետ համագործակցել, բարձր որ բիզնեսմենի, հա, հիմնադիրի ակնկալիքը լինում է այն, որ նաև մաքուր եկամուտը շատանա։ Իսկ մաքուր եկամուտը միշտ չի շատանում վաճառքների թվի աճով, ինքը նաև շատանում է աշխատանքի ավելի էֆեկտիվ կազմակերպման միջոցով ու լսարանի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու, ներքին բազայի հետ աշխատելու, շատ կլինիկաներ դրա մասին մոռանում են, հա, ունեն 15000 օրինակ կոնտակտ, տենց էլ ունեն իրանք այդ կոնտակտները, ոչ մի բան իրանց հետ չի արվում, բայց ահռելի ռեսուրս կա այդտեղ։ Այս ամենը նկատի ունեմ եւ որ ասում եմ, որ մարքեթինգը համակարգում է աշխատում, հնարավոր չի ուղղակի առանձին ցուցանիշներ միայն հաշվի առնել։ Այ հոգեբանությանն էլ կուսամ անդրադառնամ, հա, ինչ կապ ունի հոգեբանությունը, մարքեթինգը եւ մանավանդ բժշկական մարքեթինգը, որովհետեւ մենք որ սկսեցինք աշխատել, հոգեբանական շատ ասպեկտներ կա, որ հաշվի առանք, հա, սկսելուց, նույնիսկ իմ անձի ինչ որ հոգեբանական նրբություններ, եւ արդյոք որ ասում ենք մարքեթինգը հոգեբանություն է, դա ճիշտ է, ու ինչքանով են իրանք իրար կողք քայլում, ու ինչքանով է էլի դա մանիպուլյացիա։ Մանիպուլյացիան իրականում ունի նաև շատ դրական իմաստ։ Մենք սովորաբար այս բառը կապում ենք բացասական իմաստի հետ, եւ որ խաբեությամբ դիմացինին ստիպում ենք անել այն, ինչ որ միայն մեզ է շահավետ, հա։ Բայց մանիպուլյացիան նաև ուրիշ դրական իմաստներ էլ ունի, հա, որովհետեւ միշտ չի որ թիրախային լսարանը գիտակցում է խնդիրը, միշտ չի որ խնդիրը գիտակցելուց ունի ինֆորմացիա նրա մասին, որ այդ խնդիրը ունի լուծում, միշտ չի որ մտածում է, հա, այդ խնդիրը լուծելու մասին, մինչդեռ չլսի այդ խնդրի լուծման մասին։ Այսինքն այս բոլոր իմ թվարկած օրինակները իրանք եւս մանիպուլյացիայի մասին են, բայց իրանք միակողմանի շահ չեն ապահովում, հա, իրանք տալիս են հստակ լուծում, որը որ ազդում է ու լավացնում է կյանքի որակը, հա, այդ մարդկանց, ովքեր որ մանիպուլյացիային տրվում են, այսպես ասած։ Այնպես որ մանիպուլյացիան նաև այս տեսանկյունից դիտարկենք։ Հոգեբանությունը, ինչպես նաև մարքեթինգը հաճախ է կապվում մանիպուլյացիաների հետ։ Չեմ կարա միանշանակ ինչ-որ կարծիք ասեմ այս ամեն ինչի վերաբերյալ, բայց իմ պրակտիկայում տեսել եմ ու շատ հաճախ նկատել եմ, որ պրոյեկտները, որոնք հասնում են հաջողության այն բaragam, եւ որ հոգեբանությունն ու մարքեթինգը միասին են աշխատում, հա։ Իմ մարքեթինգային ընկերությունը հիմնելուց իր անունը բալանս եմ դրել, որովհետեւ մարքեթինգի հոգեբանության ոլորտների համատեղումը ու իրանց բալանսավորումն է, որ բերում է այն արդյունքը, որը որ տեսնում եմ։ Անձանց հետ աշխատելուց միշտ սկսում եմ ինչ-որ արխետիպը դուրս բերելուց, հա, որովհետև եթե մենք չունենք արխետիպ, մենք չենք կարող հասկանանք մենք ոնց կոմունիկացնենք, հա, մենք ամեն անգամ տարբեր ձև ենք
կոմունիկացվելու, մեր լսարանի հետ տարբեր շփման ձևեր են ունենալու, հա, տարբեր բառեր են օգտագործելու, տարբեր գույներ են օգտագործելու, այսինքն այդ ձեռագիրը, որը որ շատ հաճախ կարևոր է, հա, անձի բրենդի պարագայում, ինքը ոչ թե կորելու է, ինքը չի կարողանալու ձևավորվել, որտեվ հիմք չկա այդ ձեռագիրը ձևավորելու համար, հա, օրինակ այսօր ես սենց եմ ուզում, վաղը ես սենց եմ ուզում, հա, ու եթե չկա արխետիպ, օքեյ, մի օր ես ուզում եմ հումորային կոնտենտ նկարեմ, մի օր ուզում եմ չնստեմ սենց 4 վաճառք անեմ կամ ուզում եմ նստեմ սենց մոտիվացնեմ, որպեսզի այդ մարդը ինձ ընտրի եւ որ ուզում է ինչ-որ փոփոխություններ եւ այն, հա, то есть այս արխետիպերը իրանք այդ հավաքական կերպարներն են, որոնք ունեն հստակ վարքագիծ, հա, ու եւ որ սկսեցինք համագործակցել, իմ համար շատ կարեւոր էր դա դուրս բերել, քանի որ եթե դուրս բերած չի արխետիպը, անձի խարիզման իր էջում ու առհասարակ հա այդ անձի բրենդի կառուցման ճանապարհում չունի արտահայտվելու տեղ։ Մենք եթե պատկերացնենք մեկի արխետիպը մուդրեցնա, հա ինքը sense իմաստուն է գիտելիքների այդ ինտելեկտուալ հա կողմինաշատ հակված, բայց իրանք սկսում են ինչ որ սիրուն էսթետիկ ֆոտոշութեր անել որը որ արտաքինի հետ իմաստը հա ու չի ընկալվում то есть այնտեղ ինչ որ դիսոնանս կա որը չի հասկացվում բայց ինքը զգայական դաշտում միշտ շոշափելի է լինում որ սա ինչ մենք տեսնում կամ գնում են արդեն կոնսուլտացիայի արդեն լրիվ ուրիշ մարդու հետ գործ հա այսինքն ինքը եկել է ուրիշ սպասումով լավ կամ վատի մասին չի խոսքը կարող է շատ ավելի լավ մասնագետ է իրական կարող է բայց իրա սպասածը չի ինչի համար իսկ սա ստեղծում է ստրեսային իրավիճակ սա կարա ինչ որ ստրեսային արձագանք ունենա, որը որ կբերի նրան, որ չի ստացվի համատեղ աշխատանքը այդ մարդու հետ, հա։ Նույնը իրականում կլինիկաների ու մենակ կլինիկաների չէ, то есть մենակ բժշկական մարքեթինգում չի սա, բայց բժշկական մարքեթինգում առավելագույնս, հա, ինքը արտահայտված է, որովհետև վստահության մասին է բժշկական մարքեթինգը։ Իսկ որտեղ կա վստահություն, մենք առանց հոգեբանության մեխանիկաները հաշվի առնելու չենք կարող այդ կառուցենք։ Օրինակ բրենդի մասին, որ խոսում ենք, կլինիկայի մասին, որ խոսում ենք, հա, ինքը մենք իրան եթե անձնավորենք, ինքը կինա թե տղամարդ է, հա, ինքը ինչ ձայն ունի, ինքը sense ավելի հասուն է, թե ինքը sense teenager է, որ sense drive-ով ու trend-ներին, հա, հակված ինչ որ վարքագիծ պիտի դրսևորի, սա էլ է շատ կարևոր։ Դրա համար ավելի քան 10 տարի ուսումնասիրում եմ հոգեբանություն, ինձ թվում է մի 10 տարի էլ կշարունակեմ ուսումնասիրել հոգեբանությունը, որովհետև չեմ պատկերացնում առանց հոգեբանության մարքեթինգի արդյունավետությունը։ Որակյալ մարքեթինգը, որ ասում են որակյալ մարքեթինգը, այն մարքեթինգն է, որը չի զգացվում, հա, որ մարքեթինգը արած։ Սա այն պարագայում է աշխատում, եւ որ այդ հոգեբանական տեխնիկաները, մեխանիկաները ու թեորիաները օգտագործվում են պահանջմունքների մասին, ասեմ ցանկությունների մասին, ցավերի մասին, բժշկությունը շատ վախերի մասին է, հա, եթե մենք չհասկանանք հոգեբանության տեսանկյունից վախերը ոնց են առաջանում, ինչ ձև են ազդում մարդու վրա, որոշում կայացնելու этаպում ինչ ազդեցություն ունեն, մենք ուղղակի շանս չենք ունենա, մենք ուղղակի կասենք ռինոպլաստիկա, այսքան գնով։ Կասենք, որ չի վաճառվում, կանենք զեղչ։ Մինչև երբ, հա, երկարաժամկետում արդյունք չի լինի։ Իսկ հենց հայաստանյան շուկայում ինչ կառանձնացնես, ինչ առանձնահատկություններ ունի բժշկական մարքեթինգը Հայաստանում, հա, եթե լավ թե վատ, եւ ինչ կուզեիր, որ փոխեիր, եթե կարողանար 1 վայրկյանում դա փոխեիր։ Այդ համակարգը կուզեի որ լինի, հա, երևի փոփոխություններից սկսեմ, որովհետև նկատում եմ, որ կան տենդենսներ, որ զարգանում է բժշկական մարքեթինգը, ինձ ուրախացնում է։ Տեսնում եմ այդտեղ թերություններ, հա, միանշանակ տեսնում եմ, օրինակ տեսնում եմ թերություն, որ կլինիկաները հավատում են, որ մենակ Instagram-ով կարան արդյունք ունենան, հա, կամ տեսնում եմ, որ տարբեր բժիշկների հետ աշխատելուց նույն ասեմ մասնագետը նույն կոնտենտն է ստեղծում են, որ ոչ մի բան չի տարբերվում, հա, ձեռագիրը լրիվ նույնն է, օրինակ այդ թերությունը միանշանակ, որովհետև ստացվում է, որ այդ բժիշկների անձը, հա, այդ բժիշկների մասնագիտական այդ առանձնահատկությունները կորում է ու առաջ է գալիս ասեմ մասնագետի ինչ որ ձեռագիրը, որը որ բժշկական մարքեթինգի տեսանկյունից այդքան էլ օքեյ չի, հա, բայց ավելացնելու տեսանկյունից այդ համակարգը ես ուզում եմ որ բոլորը ովքեր աշխատում
մարքետինգային բժշկական բնագավառում կլինեն անհատներ, թե կլինեն կլինիկայի հիմնադիրներ, տնօրեններ, գիտակցեն, որ միայն համակարգն է տալու արդյունք, հա, սպասել մարքետոլոգից հրաշքներ չէ։ Մենակ մարքեթինգի վրա դնել վաճառքի պատասխանատվությունը չէ։ Պետք է ադմինիստրատորները կամ վաճառքի բաժինը կամ call center-ը, հա, այդ բոլոր միավորները պետք է հաշվի առնել։ Չեն կարա օրինակ ադմինիստրացիայում գտնվող մասնագետները աշխատեն ոնց իրանք ուզում են ու հաշվի չառնեն ոչ մի սկրիպտ, ոչ մի չգիտեմ возраженияներ, հա, ու չփորձեն այդ возраженияները փակեն, ու ստանան իրավիճակ, որ դե ես կմտածեմ, դե լավ, շնորհակալություն ու խոսակցությունը ավարտվում է, հա։ Այսինքն բոլոր միավորները կարևոր են ու մենակ համակարգը կաշխատի։ 5 տարվա կտրվածքով շատ մեծ առաջընթաց ունենք բժշկական մարքեթինգում, եւս 5 տարի հետո վստահ եմ, որ հոգեբանության դերը ավելի կուժեղանա ու կունենանք լրիվ ուրիշ իրականություն։ Շնորհակալություն Լուսի հետաքրքիր զրույցի համար, հուսամ օգտակար կլինի ինֆորմացիան լսարանի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։